Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը քրեական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի իրավունքը պաշտպանելու իր կամ այլ անձանց կյանքը, ազատությունը, առողջությունը, սեփականությունը և օրենքով պաշտպանվող այլ շահերը հասարակական, վտանգավոր և ապօրինի ոտնձգություններից։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը քրեական իրավունքի հիմնարար ինստիտուտներից է, որը յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս օրենքով սահմանված պայմաններում պաշտպանել իր կամ այլ անձանց կյանքը, առողջությունը, ազատությունը, սեփականությունը և օրենքով պաշտպանվող այլ շահերը։ Գործնականում, սակայն, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության, համաչափության և պաշտպանության սահմանների գնահատումը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցերից մեկը։ Ըստ իս, անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը քրեական իրավունքում ամենամարդակենտրոն ինստիտուտներից մեկն է։ Ինչու՞, որովհետև անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը հնարավորություն է տալիս անձին իր օրինական շահերին, իր կենսական կարևոր իրավունքներին ոտնձգության դեպքում, այսինքն դա կյանքին, առողջությանը, սեփականության իրավունք, ինչպես նաև հասարակության եւ պետության օրինական շահերին ոտնձգության դեպքում օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում ոտնձգողին վնաս պատճառելու եղանակով պաշտպանել այդ հարաբերությունները, այդ իրավունքները։ Իրականում հենց ամենավիճելի եւ ամենախնդրալից հարցը ոչ թե նրանում է կայանում, թե ինչպիսի միջոցներ է անձը գործադրում իր շահերը պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, այլ արդյոք առկա է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակ, թե ոչ։ Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը ծագում է միայն հասարակական վտանգավոր եւ ապօրինի ոտնձգության պայմաններում, սակայն գործնականում հենց այս հարցն է դառնում ամենավիճելին, քանի որ դատարանը պետք է պարզի՝ անձն իսկապես գտնվել է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, թե ոչ։ Բնականաբար ցանկացած դեպք ինքը պետք է առանձին ուսումնասիրվի, դիտարկվի, որովհետև դեպքերը տարբեր են, ամեն դեպք իր իհարկե առանձնահատկությունը ունի, եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ արդյոք կոնկրետ տվյալ դեպքում դրվագում տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանության սահմանների չարաշահում, թե ոչ։ Եթե այո, ապա անձը կարող է ենթարկվել դրա համար քրեական պատասխանատվության, եթե ոչ, ապա ըստ պարագայում քրեական պատասխանատվությունից կազատվի։ Անհրաժեշտ պաշտպանության գործերով դատարանները գնահատում են ոչ միայն դեպքի փաստական հանգամանքները, այլև այն, թե ինչպես է ստեղծված իրավիճակը ընկալվել պաշտպանվող անձի կողմից։ Գնահատումը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր գործի իրավական լուծման համար։ Պետք է այս պարագայում, ասենք, հիմնավորվի այդ գործի ուսումնասիրության հետ կապված, թե ինչ ազդեցության տակ է, որ անձին թվացել է, որ այդ վտանգը առկա է, որքանով է ինքը եղել իրական, որքանով է, ասենք, օրինակի համար, եթե որևէ մեկը մտնում է օրինակ ինչ-որ բանկ, ինչ-որ սրճարան կամ որևէ հանրային վայր, իր ձեռքին ենթադրենք լինում է ատրճանակ, որը շատ նման է, ենթադրենք, իսկական մարտական ատրճանակի, բացարձակ նույն տեսքը ունի։ Եվ այս պարագայում, ասենք, անվտանգության աշխատակից է, որը ապահովում է, ենթադրենք, այդ վայրի անվտանգությունը, որը ունի հրազեն։ Եվ ինքը, ասենք, կիրառի եւ սպանի այդ մարդուն։ Արդյոք ինքը այդ պահի դրությամբ ուներ հնարավորություն գիտակցելու դա իսկական ատրճանակ է, թե ոչ։ Հասարակության շրջանում դեռևս տարածված են մնում սխալ պատկերացումներ անհրաժեշտ պաշտպանության իրավունքի վերաբերյալ։ Հաճախ ենթադրվում է, թե անձը ցանկացած դեպքում կարող է ուժ կիրառել իր կամ իր գույքի պաշտպանության նպատակով, մինչդեռ գործող օրենսդրությունը նման բացարձակ իրավունք չի նախատեսում։ Հասարակության ընկալում անհրաժեշտ պաշտպանության նկատմամբ շատ ժամանակ գալիս է ոչ թե օրենսդրությունից, այլ հենց հասարակության պատկերացումներից, օրինակ ֆիլմերից, եւ թյուր այդպիսի կարծիք կա, որ եթե անձի օրինակ բնակարանի վրա կամ ինչ-որ գույքի վրա ոտնձգություն է, ապա անձը ցանկացած եղանակով կարող է պաշտպանվել, սակայն այստեղ նույնպես գործում է դասական անհրաժեշտ պաշտպանության կանոնները, այսինքն այն միջոցները, որ դու գործադրում ես պաշտպանվելիս, պետք է համաչափ լինեն եւ համապատասխանեն եւ միտված լինեն հենց պաշտպանությանը։ Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի կիրառման կարևոր բաղադրիչ է պաշտպանության համաչափությունը։ Օրենքը չի պահանջում, որ պաշտպանության միջոցներն ամբողջությամբ համընկնեն ոտնձգության բնույթին, սակայն դրանք չպետք է լինեն ակնհայտորեն անհամաչափ։ Հարցը նրանում է կանում պաշտպանության ինչ միջոցներ է ձեռնարկում կամ այդ հարձակվողը, ենթադրենք կարող է հարձակվողը, ասենք, ինչ-որ հարբած վիճակում է գտնվում եւ այլը, եւ ուղղակի դու փորձես իրան թեկուզ հրելով կամ դիստանցիա պահելով պաշտպանվես։
եւ ամենևին օրինակ անհրաժեշտություն չկա մի քանի անգամ ինչ-որ ձեռքերով, ոտքերով հարվածել իր գլխին եւ այլը, կամ ասենք բրթեցիր այդ մարդը ընկել է, արդեն չեզոքացվել է վտանգը։ Արդյոք կա անհրաժեշտություն շարունակել եւ օրինակ ոտքերով, ասենք հարվածել արդեն գետնին, հատակին հայտնված մարդուն։ Բնականաբար այս դեպքը արդեն կարող ամենանավանականությամբ կդիտվի որպես անհրաժեշտ պաշտպանության միջոցների չարաշահում։ Պաշտպանության համաչափությունը գնահատելիս դատարանները հաշվի են առնում նաև այն պայմանները, որոնցում գործել է պաշտպանվող անձը։ Հուզական լարվածությունը, վախը կամ սթրեսային իրավիճակը կարող են էական ազդեցություն ունենալ նրա վարքագծի վրա։ Օրենսդիրը չի նախատեսում, որ պաշտպանվող միջոցները հենց պետք է կոնկրետ հավասար լինեն այդ ոչ իրավաչափ վարքագծին հակազդելուն, այլ դրանք պետք է ակնհայտորեն անհամաչափ չլինեն եւ հենց ուղղված լինեն կոնկրետ պաշտպանության նպատակին։ Գործող օրենսդրությունը կարգավորում է նաև այն իրավիճակները, երբ անձը սխալմամբ ենթադրում է, թե իր նկատմամբ կատարվում է հարձակում։ Այսպես կոչված թվացial պաշտպանության դեպքում դատարանը գնահատում է, որքանով էր անձի կողմից վտանգի ընկալումը ողջամիտ տվյալ պայմաններում։ Օրենսդիրը հենց ասում է, եթե այլ օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների որոշակի դեպքում, երբ որ անձի մոտ այնպիսի հուզական վիճակ է լինում, որ օրինակ անձը ենթադրում է, որ իրական սպառնալիք կա իր կյանքին, առողջությանը կամ այլ օրինական շահերին, եւ այդ պայմաններով չէր կարող ողջամտորեն ենթադրել, որ այդ սպառնալիքը իրական չէ, եթե վերջինս ոտնձգողին վնաս է պատճառում, ապա այս պայմաններում մենք նույնպես ունենք անհրաժեշտ պաշտպանության իրավիճակ։ Թվացial պաշտպանության գործերով անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն դեպքի օբյեկտիվ հանգամանքները, այլև այն նախադրյալները, որոնք ձևավորել են պաշտպանվող անձի ընկալումը եւ նրա համոզմունքը, թե իր նկատմամբ առկա է իրական վտանգ։ Որպեսզի առկա լինի անհրաժեշտ պաշտպանության իրավիճակ, նախ պետք է վտանգը իրական լինի եւ անմիջական լինի։ Այս իմաստով շատ կարեւոր է, որպեսզի դատարանները կարողանան գնահատել ոչ միայն օբյեկտիվ իրականությունը, այսինքն ինչպես է դեպքը տեղի ունեցել, այլ նաև կարևոր է, որպեսզի դատարանը հասկանա, թե ինչպես է կոնկրետ անձը, որը պաշտպանվում է, ում շահերին վնաս է սպառնում, ինչպես է ընկալում հենց այդ իրականությունը։ Հիմնական խնդիրները, որոնք առաջանում են թվացial անհրաժեշտ պաշտպանության մասին, դա այն դեպքում է, երբ որ դատարանները որպես այդպիսին հավուր պատշաճի չեն գնահատում, թե նախքան անձի կողմից տվյալ իրավիճակը գնահատել է, ինչպիսի հանգամանքներ են տեղի ունեցել, այսինքն անձը ինչպես է կոնկրետ տվյալ իրավիճակը գնահատել, քանի որ հենց սրա հիման վրա է որպես այդպիսին հիմված թվացial պաշտպանությունը կամ թվացial անհրաժեշտ պաշտպանությունը։ Գործող իրավակարգավորումների արդյունավետ կիրառումը մեծապես կախված է նաև դատական պրակտիկայից։ Միասնական մոտեցումների ձևավորումը կնպաստի անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի առավել կանխատեսելի կիրառմանը եւ անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։ Ինչպես ցանկացած իրավական ինստիտուտ, այս ինստիտուտն էլ իհարկե կարող է ունենալ որոշակի ազդեցություններ պրակտիկայից ելնելով, որովհետեւ կյանքը շատ բազմազան է եւ լինում են ամենատարբեր իրավիճակներ եւ կարող են իհարկե լինել ինչ-որ դեպքեր, որոնք նախկինում չեն եղել, օրինակ անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում, բայց այդ հասարակական հարաբերությունները, այսպես ասած, ի հայտ են բերում այդ դեպքը եւ դա իհարկե նշանակում է, որ դա պետք է հանգեցնի իրավական փոփոխությունների կամ այդ մասով, ասենք, դատական պրակտիկայի հարստացում կարող է տեղի ունենալ։ Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը կոչված է ապահովելու անձի հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, սակայն դրա կիրառումը յուրաքանչյուր դեպքում պահանջում է հանգամանքների բազմակողմանի եւ անհատական գնահատում։ Մասնագետների գնահատմամբ գործող օրենսդրությունն ընդհանուր առմամբ ապահովում է անհրաժեշտ իրավական հիմքերը, իսկ հետագա զարգացումները պետք է ուղղված լինեն առավել միասնական եւ կանխատեսելի դատական պրակտիկայի ձևավորմանը, որը կապահովի օրենքի միատեսակ կիրառումն ու կբարձրացնի իրավական որոշակիությունը։